Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման եւ հյուրերին։ Ապրիլի 28-ին 18:30-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Արտաշես եւ Սաթենիկ ներկայացման առաջնախաղը։ Մեկ գործողությամբ դրաման խորենացու գրի առած համանուն լեգենդի բեմական տարբերակն է։ Պատմություն սիրո, ընտրության եւ նվիրումի մասին եւ այսօր խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի Գեղարվեստական հարցերով խորհրդական Կարեն Խաչատրյան, Արտաշատի պետական թատրոնի դերասան Մարտին Ալոյան եւ հրավիրյալ դերասան Լևոն Սուքիասյան։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Շատ Արտաշատից լավ արև եք բերել։ Եվ դրական տրամադրություն միանշանակ։ Եկեք խոսենք ներկայացումից։ Ինչու է ընտրվել Սաթենիկ եւ Արտաշես ներկայացումը, որ մեր ու մանուկ փոքրից մինչեւ մեծ դա այն պատմությունն է սիրո, որի մասին շատերը գիտեն եւ իրենց աչքերով են տեսնում նաեւ։ Նաեւ դուք մի քանի տարի ուզում եք Արտաշես թագավորի մասին անդրադառնալ ու ցավոք դրտես ներկայացումը ոչ մեկ sense ծավալուն չի ներկայացել, չի անդրադարձել, իմ կարծիքով հենց այդ բացերը անում եք դուք։ Ուրեմն ասեմ, որ այս լեգենդին շատ քիչ թատրոններ են անդրադարձել, հատկապես այսպիսի ծավալուն կերպով։ Մտահոգությունը ծնվեց դեռ մի քանի տարի առաջ տնօրեն Կամո Նաղդալյանի մտքում եւ մի քանի տարի անց արդեն այդ մտահոգությունը դարձավ իրականություն եւ այսօր մենք ունենք լավ ներկայացում, գեղեցիկ, էսթետիկ ներկայացում, որը շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին։ Ուրեմն նաև գրական շատ մեծ հենք չկար այս նյութի վերաբերյալ, մենք խնդրել ենք երիտասարդ դրամատուրգ, ռեժիսոր, դերասան Նարեկ Մանուչարյանին ինքն է գրել պիեսը, կարծում որ հաջողված գրական նյութ է ստացվել, որի հիմքում արդեն ստեղծվել է ներկայացումը։ Եվ այդպես ներկայացումը կամաց-կամաց Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ կյանքի կոչվեց թատրոնի հետ համատեղ եւ ստեղծվեց մի ներկայացում, որը կարծում եմ շատ անհրաժեշտ է եւ մեր թատրոնի եւ Արտաշատի հանդիսատեսին եւ ոչ միայն Արտաշատի հանդիսատեսին, կարծում եմ մայրաքաղաքից էլ եւ տարբեր քաղաքներից էլ կարող են հանդիսատես գալ եւ դիտել այդ ներկայացումը եւ ստանալ լիքը պատմական հարցերի պատասխաններ եւ ինչ չէ զգացողություններ արթնանալ նրանց մոտ ձեր նշած սիրո տարբեր դրսևորումների մասին։ Շատ լավ, դերասանները մոտ 14-ն են, եթե չեմ սխալվում, ունենք նաև հրավիրյալ դերասաններ, բացի այն, որ ես կուզեմ մի փոքր ավելի խոսենք այդ առավելության ու կարևոր ու շատ լավ նպատակի մասին, որը որ դուք տալիս եք հնարավորություն երիտասարդ դերասաններին, ուսանողներին, դրա մասին փոքր ավելի ուշ, բայց նաև գիտենք, որ հստակ շատ ինֆորմացիա չկա կերպարների վերաբերյալ, լեգենդ է եւ իմ կարծիքով նորմալ է, որ դետալ առ դետալ ինչ որ շատ ինֆո չենք կարող ունենալ, ինչը իմ կարծիքով ել ավելի է բարդացնում դերասանների աշխատանքը, այդ կուզեմ սկսենք առաջինը ձեզանից, դուք հրավիրյալ դերասան եք այս։ Այո, բացի ինձանից եւս երկու հրավիրյալ դերասան կա, Անան Մկրտչյան տեխնիկային թատրոնից եւ իմ կուրսընկերը եւ նաեւ ընկերը Ռուսլանը Սիմոնյան, նախ ասեմ գործի հետ կապված, որ նոր ինչպես նշեցինք, որ դա սիրո տարբեր դրսևորումներ է եւ սա քանի որ լեգենդ է, մենք որոշ տվյալներ չունենք հենց Ալանների մասին, որովհետև երբ լեգենդը գրվել է, օգուտ գրվել է հայերի համար, ավելի շատ դա է։ Ու ավելի հետաքրքիր է, երբ որ ուսումնասիրում ես լեգենդը ու դու ես փորձում այդ սիրո դրսևորումները, այդ իրանց տեսակը բացահայտել։ Հիմա Արտաշես եւ Սաթենիկ լեգենդը ինքը տարբեր տեղեր փորձել են անել, բայց կա տարբեր սիրո դրսևորման ձևեր։ Հիմա մեր այս ձևն ենք ընտրել, ճիշտն ասած, որ ռեժիսորը Սամսոն Մովսիսյան, այսինքն կերպարները տարբեր ձևով են իրենց սերը դրսևորում եւ նաեւ այնտեղ դավաճանի կերպարը ու իմ կարծիքով յուրահատկությունը կերպարների նրանում է կայանում, որ ինչպես նշեցի, որ մենք շատ տեղեկություններ չունենք, որ ինձ համար ամենաչար կերպարը նույնիսկ ստեղծելուց սերն է պետք։ Եթե դու սիրես այդ կերպարին, դու արդեն հանդիսատեսին կարող ես մատուցել նրա չար լինելը եւ նաեւ հանդիսատեսը կտեսնի այդ չարության տակ գտնվող սերը, թե ինչի հանդեպ է գնում այդ չարությունը։
Եվ վերջո կարծում եմ, որ քանի որ չկա շատ ինֆորմացիա եւ կերպարների եւ ընդհանուր պատմության մասին, սա հնարավորություն է տալիս երևակայությամբ ստեղծագործելու եւ ստեղծել մի բան, որը որ մերն է։ Այսինքն դա ինդիվիդուալ մոտեցում է դառնում արդեն ըստ իրենց կերպարների, ըստ արդեն նյութի սյուժեի զարգացման։ Պարոն Ալոյան, դուք աշխատելով երիտասարդության հետ, վստահ եմ սա առաջին հերթին մեծ առավելություն է երիտասարդության համար։ Կիսում եք ձեր փորձով, ձեր գիտելիքով, մոտեցումը երիտասարդների կողմից ձեր հանդեպ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, փորձառու դերասան, ինչպես է աշխատանք անցնում երիտասարդների հետ, հեշտ է, դժվար է, շատ եք նյարդայնանում, թե բնավ չեք նյարդայնանում, այլ ավելի հաճելի է անցնում բան։ Ոչ, ընդհանրապես ավելի հեշտ է աշխատել երիտասարդ դերասանների հետ։ Ես 75 թվականից թատրոնում եմ։ Երիտասարդ տարիքում հետաքրքիր բան է։ Երիտասարդ տարիքում ես ընկերություն եմ անում միայն տարիքով դերասանների հետ, թե իրենք էին ուզում հետս ընկերություն անել, որովհետև շատ համեստ էի կյանքում, մի քիչ չգոհա, բայց հիմա բախտի բերումով հակառակ պրոցեսը ստացել, ես էլ անկախ երևից թե բախտից երիտասարդ դերասանների հետ եմ մոտիկություն անում, եւ շատ շնորհքով դերասաններ ունենք մեր թատրոնում։ Իրենցից էլ չէ շատ բան կա սովորելու։ Ինչ եք կարծում։ Ինձնից երիտասարդությունը։ Իհարկե, ժամանակակից թատրոնը արդեն ես մի քիչ հին թատրոնի դերասան եմ։ Ավագ, եկեք ասենք ավագ սերնդի ներկայացուցիչ։ Իհարկե, սովորելու բան կա։ Դա մշտապես process է կարծում թատրոնում բոլորի հետ կապված եւ երիտասարդներ ունեն շատ սովորելու բան ավագ սերնդի ներկայացուցիչներից եւ ավագ սերունդը դա մշտապես եւ առողջ մթնոլորտ է ստեղծում, որը կարծում եմ շատ կարեւոր է մեզ համար։ Մենք էլ պարոն Մարտինից շատ բան ունենք սովորելու եւ կյանքում որպես մարդ եւ որպես ընկեր եւ որպես դերասան շատ բաներ ունենք իրենից սովորելու եւ սովորում ենք եւ կարծում եմ հակառակ process-ն է կատարվում մեծերն էլ երիտասարդներից, որովհետեւ կյանքը իր բնականon ուղով է ընթանում։ Կանոն դուք եք դերասան, բայց այս ներկայացման մեջ իհարկե դուք ներգրավված չեք, դուք հաճախակի մասնակցում եք փորձերին, հետևում եք, բայց վստահ եմ, որ կիսվում եք ձեր փորձով, գիտելիքով, խորհուրդներով, երբեմն միգուցե խրատներով։ Այս ներկայացման մեջ ես զբաղված չեմ, ես իհարկե հետևում եմ փորձերի ընթացքին, հաճելի է կողքից տեսնել process, թե ինչպես է ձևավորվում ներկայացումը եւ իհարկե փորձում եմ խորհուրդներով օգտակար լինել ներկայացման համար եւ դերասանների հետ ունենում եմ զրույցներ եւ ոչինչ պարտադրված չէ, դա ընդհանրապես խորհուրդ է, որը որ գտնում են իրենք, որ օգտակար կլինի իրենց կերպարի ստեղծմանը, դա օգտագործում են, որը չէ, ես չեմ նեղանում։ Ինչ հետաքրքիր է, ինչ կարգավիճակում է Արտաշատի թատրոնը, ինչպիսին են այցելուները, ինչ պահանջարկ, օրինակ առաջնախաղի նկատմամբ ինչ հետաքրքրություն է ձևավորված այս պահի դրությամբ։ Արդեն իսկ ներկայացման մասին մեծ աղմուկ է բարձրացել, սպասումներ կան, շատ են հետաքրքրվում, զանգում են, տոմսեր են ամրագրում, իրենց տեղերն են ամրագրում հանդիսատեսը։ Թատրոնի մասին կարելի ասել, որ թատրոնը շատ մեծ առաջընթաց է ապրում այսօր, բավականին մեծ աշխատանքներ է տարվել թատրոնը վերակենդանացնելու, բերելու, հասցնելու ժամանակին համահունչ, քանի որ թատրոնը դա կենդանի օրգանիզմ է եւ պետք է ժամանակի զարկերակը բռնած լինի եւ այդպես շարժվի, այդպես աշխատի։ Թատրոնի գործունեությունը ծավալվում է հիմա այնպես, որ մենք ունենում ենք հաճախակի միջազգային համագործակցություններ, միջազգային փառատոների մասնակցություն, ունենում ենք համագործակցություններ հայաստանյան տարբեր թատրոնների հետ, հրավիրում ենք եւ դերասաններ եւ ռեժիսորներ, տարբեր էսթետիկաների հետ են առնչվում եւ մեր դերասանները եւ մեր թատրոնի խաղացանկը արդեն բազմաժանր շատ տարբեր է մեկը մյուսից ստացվում, որը կարծում շատ ավելի հետաքրքիր է
եւ հանդիսատեսի համար եւ մեզ համար։ Արդյոք նաև ունեք Թիֆլիս, եթե չեմ սխալվում, Եվրոպայել պիտի գնանք դուրս։ Ուրեմն արխիվում ունենք հյուրախաղ Թբիլիսիում, սա մեր երկրորդ համագործակցությունն է Հովհաննես Թումանյանի տուն թանգարան գիտամշակութային կենտրոնի հետ։ Նախանցյալ տարի մենք այդ կենտրոնի հետ համագործակցեցինք բարեկենդանը ներկայացումով Թումանյանի ծննդյան տարելիցին նվիրված։ Այս տարի եւս մեկ համագործակցություն, մեկ հյուրախաղ Սևուկուլիկը ներկայացումով արդեն հանդես կգանք մեր վրացահայ հանդիսատեսին։ Եվ այդպես ավելի կարևորելով Սփյուռք եւ Հայաստան կապը, հատկապես արվեստի լեզվով, դա կարծում եմ էլի շատ եւ հետաքրքիր է եւ կարևոր։ Նաև ուզում եմ նշել, որ շնորհակալություն ձեր թատրոնին, որ մշտապես կապի մեջ է դպրոցների ուսումնական հաստատությունների հետ, որովհետև այս ներկայացմանը նաև պետք է ներկա լինեն երեխաները ու դպրոցականները, երիտասարդությունը առասարակ, բայց սա նաև մեծերի համար էլ է շատ կարևոր ներկայացում։ Ես այս ներկայացումը կանվանեմ հեքիաթ մեծերի համար, որովհետև իր տեսակով, իր բեմական լուծումներով ինքը ավելի շատ հեքիաթի է տանում, որը կարծում եւ մեծահասակների համար է շատ հետաքրքիր լինելու եւ դպրոցական բարձր տարիքի երեխաների համար ու նաեւ ասեմ, որ դպրոցական ծրագրով անցնում են այս գործը, կարծում որ երեխաների համար էլ հետաքրքիր կլինի արդեն բեմական տարբերակը տեսնել։ Այս գործից կարևոր կտորը, որ նրանց հարսանիքին մարգարիտ եւ ոսկեր տեղում, ինչպես ենք մենք տեսնելու այդ ինտերպրետացիան ներկայացման մեջ եւ մարգարիտը, երկուսն էլ հետաքրքիր է։ Ես նախընտրում եմ մանրամասներ ներկայացման մասին չասել, որպեսզի տեղալու են։ Լևոն, ես կարծում եմ ձեր համար էլ է սա շատ կարևոր քայլերից մեկը, հա, ձեր կարիերայում ու շատ հետաքրքիր է, բացի այն որ մենք փորձի փոխանակում արդեն շփում այլ թատրոնի հետ, այլ մակարդակ, այլ մարդիկ, այլ մտածելակերպ, պատկերացումներ, բայց սա շատ ավելի պատասխանատու աշխատանք է ըստ իս, որովհետև լինելով հրավիրյալ այս թատրոնում դուք մաքսիմալ պետք է անեք, որքան էլ ձեզ ընդունում են ինչպես տանը, որտեվ Արտաշատի թատրոնը հենց այդպես է իր դռները բաց է բոլորի համար ու որ իրեն զավակի պես են ընդունում ձեզ, բայց միևնույն է դուք ներքուս զգում եք շատ ավելի մեծ պատասխանատվություն, շատ ավելի լուրջ եք մոտենում աշխատանքին։ Իհարկե, դա բնականաբար, բայց քանի որ ինչպես նշեցիք, որ Արտաշատի թատրոնը ընտանիքի պես է քեզ ընդունում, երբ ես գնացի առաջի անգամ անկեղծ, նման յուրասիրություն, նման վերաբերմունք չէի սպասում, բայց դա շատ է օգնում գործին։ Ինչ առումով, երբ որ քեզ տալիս են դրական էներգիաներ, քեզ տալիս են լավ վերաբերմունք, դու անկախ ամեն ինչից քո պատասխանատվության զգացումն էլ է բարձրանում այն աստիճանի, որ դու անընդհատ պետք է փորձ անես, որ լավ ստացվի։ Ու հենց այդ մթնոլորտ ասվածն է, որ մթնոլորտից է կախված ինձ թվում է թե աշխարհի թեկուզ ամեն մի անկյունում կարող է արվեստի հոտ գալ, այսպես ասեմ։ Դա մթնոլորտը շատ կախված է։ Ֆանտաստիկ նախադասությամբ մենք պետք է շնորհակալություն հայտնենք այսպես վաղ առավոտյան մեզ հյուր գալու համար եւ հիշեցնենք, որ ապրիլի 28-ին 18:30-ին Արտաշատի Ամող Հարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Արտաշես եւ Սաթենիկ ներկայացման առաջնախաղը։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, այսպես հեռուստադիտողները նաեւ քիչ առաջ տեսան պաստառը ձեր ներկայացման եւ հրաշալի առաջնախաղ։ Լեփլետների դահլիճը վստահ եմ ուտող ներկայացում անցնի միմիան բարձր ծափարությունների ներկա։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Մենք դադար մեր եթերում, որպեսզի մենք դիմավորենք մեր այսօրվա հաջորդ հյուրին։